4 օր է ազգային ժողովը ղեկավար կազմ է ընտրում։ Արդեն իրենց տեղերում են նախագահն ու իշխանական երկու տեղակալները։ Հերթը ըստ օրենքի պահանջի ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչինն է։ Տեխնացուն Արամ Վարդևանյանն է ուժեղ Հայաստանից։ Նա պետք է լիներ նիստի առանցքում, բայց սլաքները ուղղվեցին նույն կուսակցությունից այլ падգամավորին։ Падգամավորների մոտ այլ տպավորություններ եղավ եւ հիմնական հարցերը վերաբերում էին իմ տեխնացության, այսինքն, բայց իմ տեխնացությունը ոնց որ թե չէր առաջադրվել։ Վարդևանյանի ընտրության հարցը երկրորդացավ, երբ հիշեցին Էդգար Ղազարյանի 2 ամիս առաջ արված հայտարարությունը։ Ես կհիշեցնեմ, թե ինչ է ասել Էդգար Ղազարյանը, արդեն երկրորդ դեպքն է, որ հայ-սակրավորը պայթում է հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա ՀՀ ինքնիշխան տարածքում, մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին։ Պատասխանը պատրաստ է, դուք դա կստանաք եւ կվայելեք։ Եթե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի որևէ զինծառայող կա, որը այդ հայտարարությունից նույնիսկ 5 կամ 10% նեղսրտել է, ես ինքս դրա համար ներողություն խնդրեմ։ Անդրադարձ կատարվեց խորհրդարանի առաջին աշխատանքային օրվա միջադեպերին։ Պապկենթունյանին հետաքրքրում էր, եթե Վարդևանյանը վարեր ԱԺ առաջին նիստը եւ падգամավորները երթման ժամանակ ոտքի չկանգնեին, ինչպես կվարվեր։ Եթե ես լինեի պատասխանատուն ազգային ժողովի առաջին նիստի, կապահովեի հստակ սահմանված կարգը։ Վեհափառ Հայրապետը կլիներ նիստերի դահլիճում։ Այնպես ինչպես եղել է 2021 թվականին, այնպես ինչպես եղել է 2019 թվականին, այնպես ինչպես եղել է 2018 թվականին։ Իդեպ հատուկ ընդգծեցի 2019 թվականը, 2021 թվականը, որովհետև դրանք եղել են ձեր պատասխանատվության ժամանակահատվածները։ Եվ ես չեմ հիշում ազգային ժողովի նիստերի դահլիճում որևէ մեկի, հիմա 21 թվականին եղել եմ, չես թե։ Ես չեմ հիշում, որ օրինակ որևէ մեկը մտահոգություն ներկայացներ, թե վեհափառ Հայրապետը ինչի համար է ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Հակառակը, բոլորդ հարգել եք վեհափառ Հայրապետին, բոլորդ, ովքեր եղել են 8-րդ գումարման ազգային ժողովի падգամավորներ։ Լավ, ինչ ա եղել։ Մենք մայր աթոռը պետք է վերածենք քաղաքական դիսկուրսի։ Ընտրությունից 1 ամիս անց խորհրդարանում դեռ փորձում են գումարում հանում անել, բազմապատկել, բաժանել ու ստանալ ի վերջո ընտրողների թիվը։ Օրենսդիրը ինչ ա ուզեցել անի, որ ասելա, որ երբ որ ընտրատեղամասի արդյունքները անվավեր են դառնում, բոլոր մասնակիցների թիվը վերածվում է անճշտությունների, ասենք այս պարագայում 4000 ընտրողները օրենսգիրքը պահանջում է գումարել անճշտությունների թվին։ Եվ այնուհետև դա ավելացնել այն հայտարարին, որից պետք է հաշվվի բոլորիս շեմը։ Ես կռահելով ձեր հարցը, որտեղ է ի վերջո գալիս, որովհետև այս ընտրական գործընթացում անճշտության հանգամանքը պայմանավորված անվավեր ճանաչված ընտրական տեղամասի արդյունքներով, իդեպ որից թվով 2 ընտրական տեղամասի արդյունքների անվավեր ճանաչումը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է եղել, որ ԿԸՀ-ն է արել։ Եվ դրա հետևանքն էլ իրականում մի խմբակցության դուրս մնալն է եղել։ Սա փաստ է։ Իշխանական падգամավորներին եւս մեկ հարց էր հուզում։ Նրանք հիշեցրին, որ 2021-ին Արամ Վարդևանյանն ազգային ժողով էր եկել Հայաստան դաշինքով, սակայն արդեն 2022-ին վայր էր դրել մանդատն ու վերադարձել փաստաբանական գործունեությանը։ Հիմա էլ ներկայանում է ուժեղ Հայաստանի падգամավոր։ ԿՊԱ-ականները հետաքրքրվեցին, արդյոք պատմությունը չի կրկնվի։ Եթե կլինի խմբակցության որոշում, որ օրինակ ես որպես Արամ Վարդևանյան պետք է վայր դնեմ падգամավորական մանդատը, լինի X-Y պատճառներից ելնելով։ Ես դա հարգելու եմ։ Դա մեր կուսակցության կարգապահության դրսևորումներից մեկն է լինելու, որը խոսքումս ասացի ամբողջ խմբակցությանն էլ վերաբերում է։ Հետևաբար միտքը նրանում էր, որ իմ կողմից դրա նախաձեռնում չի լինելու։ Ինչ այնպես չի արել Ռոբերտ Քոչարյանը, որ այնպես է արել Սամվել Կարապետյանը, որ այժմ դուք իր նախընտրական ցուցակում հայտնվել եք եւ հիմա էլ հավակնում եք լինել փոխնախագահ։ Եթե ձեզ հետարքիր է անձնական, միջանձնային հարաբերությունները, որևէ խնդիր այդտեղ չկա։ Որևէ։ Բայց այստեղ մենք խոսում ենք քաղաքական գործընթացի մասին։ Հարգելի գործընկերներ, ձեր փոխարեն պարոն Վարդևանյանին ես միանշանակ չէի քվեարկի։ Անցած տարիների ազդեցությունը տեխնացուն նկատել է արտաքինի վրա։ Նայում էի 8-րդ գումարման ազգային ժողովի նիստերը, մազերը սև էին, կարծես ավելի երիտասարդ էի, հիմա ոնց որ ոչ թե 5 տարի անց է, այլ
15։ Մի քանի ժամ տևած հարց ու պատասխանը պատգամավորներին չի բավարարում։ Ասում են Վարդևանյանը պատասխանները տեղափոխում է իրավաբանական դաշտ։ Պարոն Վարդևանյան, ես գիտեմ, որ դուք սիրում եք, որ ձեզ գովում են, ինչը նորմալ է, գուցե ես էլ ակնհայտ է դա կարծում եմ, ես էլ գովեմ, ես շնորհավորում եմ ձեզ, ֆուտբոլային լեզվով ասած լավ քամբեք եք արել։ Ալադավթյան, Էպիկենտրոն։